Ամենագլխավոր եւ կարեւոր տոնը աշխարհի քրիստոնյաների համար Սուրբ Զատիկն է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը եւ հաղթանակը մահվան դեմ։ Այս տարի հայ եկեղեցին Սուրբ Հարության տոնը նշեց ապրիլի 20-ին։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն Մայրտաճարում տոնական պատարագը մատուցեց Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Վաղ առավոտից եկեղեցին արդեն լի էր մարդկանցով։ Եկել էին հեռավոր վայրերից, մեծից փոքր, իրենց հետ բերելով մոմերով, քաղցրեղենով ու կարմրաներկ ձվերով զարդարված զամբյուղներ։ Սուրբ պատարագին ներկային նաև այս եւ նախորդ տարիների խաչքավորները, եկեղեցու բարերարներ, Ղրիմի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նախագահի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, գիտության եւ մշակույթի ոլորտի նշանավոր հայ գործիչներ։ Խորախորհուրդ արարողությանը ներկա հավատացյալների ձեռքերում վառվող մոմերը ջերմության եւ միասնության մթնոլորտում հիշեցնում էին, որ լույսը միշտ հաղթում է խավարին։ Զատիկով այդ ճանապարհն է բացվում, որովհետև ինքը հարություն առնելով ցույց տվեց իրական ճանապարհը դեպի երկինք, դեպի աշխարհություն, դեպի Տեր։ Սրբազան հայրն ընթերցեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական պատգամը ուղված աշխարհասփյուռ հայությանը։ Վեհափար հայրապետը հորդորում է համախմբվել հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքից որպես ազգ ի Հայաստան եւ ի Սփյուռս։ Թեմակալ առաջնորդը վերջնի շնորհավորեց մարդկանց Սուրբ Հարության տոնի առիթով։ Քրիստոս հայրյանը մերելով Քրիստոսի հարության այսօրը կյանքի հաղթանակն է մահվան դեմ։ Թեև Քրիստոս իր յուրայինների կողմից ճաշակեց ամեն տեսակ անարդարություն, ամբաստանություն, զպարտություն, չարչարանք, տառապանք, ատելություն, փշեպսակ դրեցին գլխին, լեղի տվեցին խաչի վրա, մինչև անգամ խաչեցին, բայց նրա սերը դյուզն իսկ չպակասեց, նրա հավատարմությունը իր հոր կամքին չտատանվեց, մնաց ամուր ու անսասան։ Եվ այսօր մենք տոնում ենք հաղթանակը այդ սիրո, այդ հավատարմության, այդ ճշմարտության, քանի որ Քրիստոս սեր է մարմնացյալ, ճշմարտություն է կատարյալ, արդարություն է անպարտելի, վերջապես կյանք է մահվան դեմ եւ լույս խավարում։ Նա այս արժեքները պատգամեց մեզ ասելով. սիրեցեք միմյանց այնպես, ինչպես ես սիրեցի ձեզ։ Ապրեք մնալով հավատարիմ իմ հոր կամքին։ Քրիստոս հայրյավ իմերելուց։ Զատկական տոնին եկեղեցին լի էր երեխաներով։ Նրանցից ոմանք ձայնակցում էին հոգևորականներին։ Մանուկների անկեղծ ուրախությունը հատկապես արտահայտում էր տոնի իսկական ոգին։ Պատարագի ավարտին Եզրաս սրբազանը օրհնեց խորանի վրա դրված կարմրաներ քավկիտները, որոնք բաժանվեցին նախ երեխաներին, ապա մեծերին։ Բակում եւս տոնական տրամադրություն էր։ Նուր երիտասարդաց միության անդամները կազմակերպել էին զատկական տոնավաճառ։ Բակում տեղադրված սեղաններին օրվա ընթացքում պարբերաբար մոտենում էին քահանաները, օրհնելու կարմրաներ քավկիտներով, քաղցրեղենով եւ կանաչ ճյուղերով ձևավորված զամբյուղները։ Տոնական օրը շարունակվեց եկեղեցու հովանու ներքո գործող տապան թանգարանում։ Մոսկվայի Սուրբ Ներսես շնորհալու անվան հայորդյաց տան գեղարվեստական խմբերի մասնակցությամբ կազմակերպվել էր Սուրբ Հարության տոնին նվիրված համերգ, որի ընթացքում սիրո ճաշ տրվեց։ Մոսկվայաբնակ հայերը եւ օտարազգի հյուրերը առաջիկա օրերին տապան թանգարանում կարող են ծանոթանալ Երևանաբնակ մանրանկարիչ Արտակ Զաքյանի աշխատանքների ցուցադրությանը նվիրված Սուրբ Հարության տոնին։ Հարուստ գույներով, գեղեցիկ զարդանախշերով հեղինակային աշխատանքները հայ մշակույթի հետ հաղորդակցման մեծ ներշնչանքի առիթ կարող են դառնալ։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։